Բարև ձեզ։ Այսօր կզրուցեմ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ծրագրերի պատասխանատու Աննա Մեհերյանի հետ։ Տիկին Մեհերյան, շնորհակալ եմ, որ հյուրընկալվեցիք մեզ։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Ի գործը մեկնարկում է։ Երբ եւ ինչ ձևաչափով։ Այս տարի 2026 թվականին մեկնարկելու ենք ի գործ արդեն 7-րդ փուլը։ Հայտարարումների ընդունումը բացվել է հունվարի 26-ից եւ ընթացքի մեջ է լինելու մինչեւ մարտի 3-ը։ Այս տարի անցած տարվա համեմատ մի փոքր փոխվել են չափանիշները։ Նախ նշեմ, որ այս տարի ունենալու ենք ոչ թե 50, այլ 35 մասնակից, որոնց համար սահմանվել են հետևյալ չափանիշները՝ պետք է ունենան բարձրագույն կրթություն եւ 5 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ, ինչպես նաեւ պետք է առած լինեն 5 տարի կամ ուսանած կամ աշխատած լինեն Սփյուռքում։ Ինչու է թիվը 50-ից կրճատվել 35-ի։ Այս տարի մի փոքր կրճատել են ֆինանսավորումը, այդ իսկ պատճառով մնացել են մասնագետներին մնալու են մասնագետները 35-ը։ Ամեն դեպքում գրասենյակը ինչու է անհրաժեշտ համարել, որ այս ծրագիրը պետք է շարունակի իրականացնել եւ կրկին շարունակի ընդունել Սփյուռքահայ մասնագետներին Հայաստանում։ Ինչպես գիտեք, ծրագիրը իրականացվում է 2020 թվականից եւ սա պարզապես ծրագիր չէ, նախաձեռնություն չէ, այլ կարող ենք ասել պետական կառավարման համակարգում նոր մշակույթ է, որի շնորհիվ մեր Սփյուռքի մասնագետները կարողանում են իրենց ներդրումն ունենալ Հայաստանի Հանրապետության պետական համակարգում։ Կարելի ասել սա միակ ծրագիրն է, որի շնորհիվ սփյուռքահայերը կարող են իրենց ներդրումը եւ փորձը կիրառել պետական համակարգում։ Նրանց փորձառությունը Սփյուռքում ինչ օգտակարություն է բերում պետական համակարգին, ինչ որ հաջողության պատմություններ կհիշեք այս պահին։ Այո, իհարկե շատ են եղել հաջողության պատմությունները 20 թվականից ի վեր, թե ռազմավարությունների մշակման, թե հետազոտությունների իրականացման, իրականում միջազգային փորձի կիրառումը պետական համակարգում եւ տեղի փորձը բավականին մեծ արդյունքների են բերում։ 20 թվականից ի վեր ունեցել ենք բազմաթիվ մասնակիցներ տարբեր երկրներից, որոնք կարողացել են իրենց ներդրումն ունենալ եւ հստակ ծրագրերում իրենց արդյունքները բերել։ Այս տարի ի գործը ինչ ոլորտի մասնագետների է թիրախավորելու։ 2026 թվականի կարիքների հավաքագրումը դեռ ընթացքի մեջ է, հստակ ուղղություններ այս պահի դրությամբ չեմ կարող նշել, բայց իրականում չկա էլ հստակ մի ուղղություն թիրախային, որը կարող ես նշել, ընդհանրապես մասնագիտությունները բազմազան են եւ ընտրվում են ըստ կարիքների, պետական համակարգից ներկայացված կարիքների։ Տեղյակ ենք, որ ծրագիրը ֆինանսավորվում է Հայաստանի պետբյուջեից եւ ընտրված մասնակիցներին տրամադրվում է ավիատոմս դեպի Հայաստան եւ Հայաստանից հակառակուղությամբ կեցության նպաստ ամսական 336,000 դրամ, առողջության ապահովագրություն եւ 1 տարվա կացության կարգավիճակի տրամադրման վճար։ Ընդհանուր առմամբ 1 տարվա ծրագրի համար պետբյուջեից որքան գումար է հատկացվում։ Յուրաքանչյուր տարի շուրջ 242 միլիոն դրամ է հատկացվել 50 մասնագետի համար, որոնց ինչպես նշեցիք, տրամադրում ենք ամսական 336,000 դրամ, ավիատոմս 2 ուղղությամբ, առողջության ապահովագրություն 1 տարի ժամկետով եւ այն մասնակիցները, որոնք ունեն այլ երկրի անձնագիր եւ չունեն Հայաստանի Հանրապետության անձնագիր, տրամադրում ենք նաեւ նրանց կացության գումարը 105,000 դրամ։ Այս ծախսը համարժեք է այն արդյունքին, որը ստանում եք ծրագրի ընթացքում։ Ծրագիրը մեկնարկել է, որպեսզի ունենանք մասնագիտական հայրենադարձություն եւ այսօր կարող եմ ասել, այո, արդյունավետ է, չնայած նրան, որ ծրագրի ընթացքում լինում են բավականին դժվարություններ, թե տեղի մասնագետների հետ, թե ներգրաված մասնագետների հետ ունենում են բավականին մեծ բարդություններ, թե մշակութային, թե աշխատանքային, բայց կարող ենք համարել շատ արդյունավետ, որովհետև այսօրվա դրությամբ ունենք 73% մասնագիտական հայրենադարձություն։ Ունենք մասնակիցներ, որոնք մնացել են նաև պետական համակարգում որպես քաղծառայողներ, ունենք մասնակիցներ, որ եղել են պետական պաշտոններում, ինչպես նաև մասնավոր հատվածում։
Այն գումարը, որը նրանք ի սկզբանե ստանում են, ամսական 336,000 դրամը, հետագայում հնարավոր է փոփոխվի, այո, կախված թե որ գերատեսչությունում նրանք կընդունվեն աշխատանքի։ Ոչ, դա հստակ գումար է 336,000-ը, տրամադրում են յուրաքանչյուր մասնակցի ըստ իր կատարած աշխատանքի, եւ դա նպաստ է, ոչ թե աշխատավարձ, այսինքն դա չհարգվող գումար է, սա աշխատանք չի, սա միջոցառում է, որ իրականացվում է 1 տարի ժամկետով։ Իսկ գերատեսչությունները գոհ են մինչև այսօր ինչ մասնագետներ, որ ընդունվել են իրենց մոտ։ Ունենք մասնագետներ, որոնց ներառումը եղել է շատ թիրախային եւ բավականին մեծ արդյունքներ է գրանցել, բայց իհարկե կան նաև դժվարություններ, թե աշխատանքի մոտեցման, թե այլ մշակույթ կրող անձը ավելի դժվար է հարմարվում պետական համակարգում, ինչպես գիտեք, հիմնականում գալիս են մասնավոր հատվածից, քան պետական հատվածից, եւ դժվար է մասնավոր հատվածից անցնել պետական համակարգում աշխատանքի եւ չունենալ դժվարություններ, թե փակ դռների առումով, թե ֆինանսական միջոցների չափավոր լինելու հաշվին, մի խոսքով այո, լինում են դժվարություններ, բայց հաջողություններ ունենք։ Իսկ դուք վերապատրաստում եք նրանց կամ արդյոք աշխատում եք այդ գերատեսչությունների հետ, որպեսզի ինչ-որ ձևով համապատասխանեցվի եւ միջավայրը եւ աշխատանքը նրանց փորձառությանը։ Ասեմ ձեզ, որ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի դերը հիմնականում այո, վերապատրաստողի դերն է ավելի շատ, որպեսզի լինենք թե կառավարության անդամների կողքին, թե մեր սփյուռքահայ մասնագետների կողքին, փորձում ենք նրանց նույնպես վերապատրաստել, նաեւ այստեղի մասնագետների հետ ենք աշխատում, որ կարողանան ավելի հստակ եւ ավելի հեշտ ներգրավել աշխատանքներում։ Իսկ մասնագետներից ինչ արձագանքներ եք լսում, երբ նրանք արդեն ինտեգրվում են, շարունակում են աշխատանքը։ Հիմնականում բարդությունները լինում են առաջի 6 ամսում, բավականին դժվար է լինում, հետո 6 ամիս հետո շատ արագ աշխատանքները առաջ են գնում եւ 1 տարի ժամկետը ավարտվելուց հետո միշտ լսում ես ինչ կարճ տևեց այս ժամկետը, սկզբում այլ պատկերացումներ ունեինք, հետագայում այլ պատկերացումներ ունենք, հիմնականում փորձում ենք, որ մեր մասնագետները, երբ որ իրենց ծրագիրը մոտենում է ավարտին, կարողանան իրենց կատարված աշխատանքները փոխանցել տեղի մասնագետներին կամ փորձում ենք փոխարինել այլ սփյուռքահայ մասնագետով։ Տիկին Մեհերյան, իսկ կնշեք, թե մասնավորապես որոնք են լինում այդ բարդությունները, որպեսզի արդեն այս նոր մասնակիցները եւս պատրաստ լինեն դրանց։ Շատ տեղերում մեր մոտ մասնագետները չեն ընդունում միջազգային փորձի կիրառումը, դա ունի նաև իր դրդապատճառները, քանի որ այստեղի աշխատելավոճը մի փոքր տարբեր է դրսի աշխատելավոճից, ինչպես արդեն նշեցի, այնտեղից գալիս են մասնավոր հատվածից հիմնականում եւ աշխատանքի ոճը, մշակույթը շատ տարբեր է, աշխատանքի մոտեցումներն են տարբեր, հիմնական խնդիրները դրանում է լինում։ Իսկ ծրագրում տարիքային սահմանափակումներ կան։ Տարիքային սահմանափակում չունենք, բայց ինչպես նշեցի, արդեն պետք է ունենան բարձրագույն կրթություն եւ 5 տարի մասնագիտական աշխատանքային փորձ, դա իրենից նախատեսում է, որ ինչ որ տարիքից հիմնականում սկսում են միջին տարիքից։ Ես չափանիշներում նկատեցի, որ հայերենի բավարար իմացությունը եւս խիստ ցանկալի է։ Խիստ ցանկալի է, բայց ոչ պարտադիր, քանի որ ունենք կառույցներ, որոնք կարող են աշխատել այլ լեզուներով եւ դա իրենց չի խանգարում, քանի որ հիմնականում աշխատում են միջազգային կառույցների հետ եւ ռուսերենի կամ անգլերենի իմացությունը խոչընդոտ չի հանդիսանում, բայց կան աշխատանքներ, որոնց համար պարտադիր է հայերեն լեզվի իմացությունը։ Երբ ուսումնասիրում էի նախորդ տարիների մասնակիցների թիվը, 2020-ին 51 մասնակից է ունեցել ծրագիրը եւ նրանք աշխատանքի են անցել գերատեսչություններում, 2021-ին 47-ն են եղել, 2025-ին 39 շրջանավարտ է ունեցել գործը։ Փաստացի նվազել է մասնակիցների թիվը։ Ոչ, չի նվազել մասնակիցների թիվը, ինչպես նշեցիք, ամենաշատը եղել է 20 թվականին, որովհետև նախատեսված էր 20 թվականին 100 մասնակից, բայց ինչպես գիտեք, եւ կոവിഡ്ով պայմանավորված եւ պատերազմով 20 թվականին նվազեցվել է թիվը 50-ի, այդ տարի նվազեցվել, որ 50 պետք է լինեն մասնակիցները։ Դուք ձեր նշած թվերը այն թվերն են, որոնցով որ ավարտում ենք ծրագիրը, ոչ թե սկսում ենք 50 մասնակիցներով,
բայց ինչպես նշեցի, արդեն անցնում են աշխատանքի, լինում է, որ տարվա կեսից անցնում են աշխատանքի մասնավոր հատվածում կամ հենց պետական համակարգում այն աշխատավայրում, որտեղ որ իրենք գտնվում են, այդ իսկ պատճառով ձեր թվերը տարբեր են, դա այն թվերն են, որով որ ավարտում են, ոչ թե սկսում են։ Սկսում ենք 50 մասնակցով, ավարտում ենք մինչև 34 մասնակից։ Այս տարի փաստորեն նաև դիմումներն են ավելի քիչ ընդունվելու, քան նախորդ տարիներին, ինչպես նշեցիք, որ մասնակիցների թիվը քիչ է լինելու։ Չէ, դիմումները կարող ենք ընդունել ինչքան որ կստանանք, բայց մասնակիցներ կարող են լինել 35-ը։ Նաև նկատել եմ, որ նախորդ տարի հայաշատ Ֆրանսիայից քիչ են եղել մասնակիցները, նաև ԱՄՆ-ից են քիչ եղել, ինչու։ Իրականում չեմ կարող ասել ինչու, բայց այո, ճիշտ եք նշել, 2024-25 թվականի գործծրագիրը ամենաշատ Ռուսաստանի Դաշնությունով մասնագետներով հագեցած ծրագիրն էր։ Չեմ կարող իրականում հստակ նշել ինչն էր պատճառը, բայց այո, ճիշտ եք նկատել, դա միակ տարին էր, որտեղ որ Ռուսաստանը գերակշռում էր համարյա ամբողջովին Ռուսաստանի կողմներ։ Իսկ ինչով է դա պայմանավորված եւ հետաքրքիր է գրասենյակը ինչ աշխատանք է կատարում, որպեսզի համայնքներում բարձրացնի իրազեկվածությունը ծրագրի մասին։ Ինչպես գիտեք, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը իրականացնում է բազմաթիվ ծրագրեր, որոնց շարքում ունենք հանձնակատարների ինստիտուտը, երիտասարդ դեսպան ծրագիրը, Քայլ դեպի տունը, Դիասպորա ծրագիրը, որոնց շրջանակներում նույնպես տարածում ենք հանձնակատարները, դեսպանները մեր, որոնք գտնվում են այլ երկրներում, համայնքներում, իրազեկում են տեղի համայնքի ներկայացուցիչներ, ինչպես նաև մեր կայքի միջոցով, սոցիալական ցանցերի միջոցով եւ մեր գրասենյակի հետ կապ ունեցող բոլոր կառույցների հետ աշխատում ենք։ Իսկ կան երկրներ, որոնք գրասենյակը ակնկալում է, որ որտեղից կլինեն մասնակիցներ կամ միգուցե թիրախավորումը այդ երկրների վրա կլինի ավելի շատ։ Ձեզ ասեմ, բավականին մեծ է աշխարհագրությունը, իրականում կարող է մնան ուղղակի ընտրության ընթացքում մնան սահմանափակ երկրներ, բայց հայտադիմումների մեջ չկան տենց երկրներ, որ չեն բավականին մեծ է, մինչև 30 երկիր ունենում ենք հայտադիմումներում։ Նույնիսկ այն երկրներից, որտեղ փոքր են։ Այո, նույնիսկ այն երկրներից, որտեղ փոքր են, դա Չիլին է, Իտալիան է, որտեղ համայնքները ավելի փոքր են, բայց այնտեղից նույնպես ունենում ենք հայտեր։ Իսկ ուսումնասիրություն կատարվել է, թե այս երկրներից եկած մասնագետները մասնավորապես ինչ փորձառություն են բերում պետական համակարգին կամ արդյոք նրանք մնում են Հայաստանում կամ գերատեսչություններում։ Իհարկե, յուրաքանչյուր տարի իրականացվում է մշտադիտարկում, եվրոպական երկրներից էլ են բավական դասական Սփյուռքի ներկայացուցիչները ընտանիքներով հայրենադարձվում են եւ մնում են Հայաստանում։ Այս տարի նույնպես ունենք 2025-26 թվականի մասնակիցներից Բրազիլիայից Վազգենի Եգիներյան, որ իրենց ամբողջ ընտանիքով Բրազիլիայից հայրենադարձվել է եւ երեխաները անգամ սեպտեմբերին հաճախեցին դպրոց։ Ունենում ենք այո բավականին մեծ թվով այլ երկրներից մասնագետներ, որոնք բնակություն են հաստատում Հայաստանում, դա լինի միջազգային իրավունքի ոլորտում, առողջության ոլորտում, բավականին կարող նշեմ, որ մասնագետները այո մնում են Հայաստանում, ասեցի արդեն 73%։ Իսկ նրանցից քանիսն են մասնավոր հատված նաև տեղափոխվում, ընդունվում աշխատանքի։ Հիմնական մասը տեղավորվում է մասնավոր հատվածում, որտեղ ինչպես գիտեք, պետական համակարգի վարձատրությունը բավականին ցածր է, 336,000 դրամից հետո բավականին դժվար է իրենց մնալ եւ պետական համակարգում շարունակել իրենց աշխատանքները։ Հիմնականում ստանում են առաջարկներ, բայց չեն կարողանում ընդունել, քանի որ բավականին ցածր է վարձատրությունը եւ չեն կարող իրենց ապահովել իրենց կենցաղը Հայաստանում։ Ինչ ուղերձ կհղեք այն մասնագետներին, որոնք նոր պիտի մասնակցեն ծրագրին, գան Հայաստան, միգուցե շատերի համար առաջին այցն է լինելու։ Այո, շատերի համար առաջի այցն է լինում։ Կուզեմ, որ չվախենան, կուզեմ, որ գան Հայաստան, լինեն մեր կողքին եւ նայելով արդյունքներին տեսնեն, որ հնարավոր է ինչ-որ մի բան, թեկուզ իրենց մի փոքր ներդրումով փոխել եւ միասին առաջ գնալ։ Եվ մինչև երբ կարող են դիմել ծրագրին։ Հայտերը բաց են լինելու մինչև մարտի 3-ը։ Այնուհետև ամփոփվելու են։ Այնուհետև ամփոփվելու են, կլինեն հարցազրույցների փուլ, հարցազրույցների փուլից հետո արդեն կկատարվի ընտրության հատվածը եւ սեպտեմբերի 1-ից կմեկնարկի ծրագիրը։ Նրանք այդ ամբողջ հարցազրույցների փուլը անցնելու են առցանց։
Այո։ Այո, ամբողջ ընթացքը իրականացվում է առցանց տարբերակով։ Շնորհակալ եմ հարցազրույցի համար, Տիկին Մեհերյան։ Ես էլ եմ շնորհակալ հրավերի համար։ Իմ զրուցակիցն էր Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ծրագրերի պատասխանատու Աննա Մեհերյանը։ Հաջողություն։